Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ավտոսերվիս հաղորդաշարն է։ Այսօր մեր հյուրն է Արտյոմ Պետրոսյանը, տենց մի հատ երկար անունով ասոցիացիայի նախագահ, ինքը կասի ավելի լավ, ոնց է ճիշտ կոչվում այդ ասոցիացիան։ Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա Հայաստանում։ Հայկական ասոցիացիա, բայց ավտոարտադրողները ըստ էության Հայաստանում չեն ցավոք սրտի։ Բայց ներկայացուցիչները Հայաստանում են։ Այսինքն այդ թեմայով հիմա ավտոարտադրողները Հայաստանում ոնց են ներկայացված ու ոնց է դիլերները դուք ձեզ հիմա զգում եք, ոնց է վաճառքը գնում նոր ավտոմեքենաների, թե չէ բոլորը սովորեն, որ մենք ստերում հետ զրուցում ենք, բոլորը խփած ավտոներ են բերում, ու բոլորը չէ, լավ, մեծամասնությունը Ամերիկայի շուկաներից խփած ավտոներ են գալի վերականգնվում ու օգտագործվում։ Կարևոր հարց է իրականում, որովհետև վերջին մի քանի տարվա ընթացքում սկսած 22-23 թվականներից շուկայում էական փոփոխություններ են տեղի ունեցել եւ ըստ կարգավիճակի նոր մեքենա եւ հին մեքենա, օգտագործած մեքենա տեսանկյունից եւ նաեւ ըստ շարժիչի տեսակի բոլորիս համար ակնհայտ է, որ էլեկտրական ավտոմեքենաների թեման, որը խրախուսում է նաեւ մեկը մյուսին փոխկապակցված է իրականում եւ դա իրականում ազդել է եւ շուկայի վրա եւ քանի դեռ խոսում ենք նոր մեքենաների մասին, ակնհայտ է, որ եթե մենք հետադարձ հայացք ենք գցում շուկային պայմանական 4 տարի, 5 տարի առաջվա շուկային, 20 թվականը եթե վերցնենք, շուկայում մեծ հաշվով 5%-ը լավագույն դեպքում կարելի է ասել, որ կազմում են նոր ավտոմեքենաները եւ դրանք բացառապես այդ 5%-ը 98-99% ըստ էության վաճառվում էր պաշտոնական ներկայացուցիչների կողմից, այսինքն դիլերշիփներից, նրանց այն կազմակերպությունների, որոնք ունեն պայմանագիր արտադրողի հետ, այդ պայմանագրի շրջանակում կատարում են իրենց տարեկան պլանները եւ ըստ դրա ներմուծում են որոշակի մոդելային շարք, որը հիմնականում արտադրված է եղել Հայաստանի կամ տարածաշրջանի շուկայի համար եւ բնականաբար տեղ կային որոշակի տարանջատում, մեքենաների նոր եւ օգտագործված եւ բնականաբար այդ պարագայում հիմնական մրցակիցները ձեր նշած ամերիկյան շուկայում աճուրներում կամ ճապոնական շուկայից աճուրներից ձեռք բերվող քիչ թե շատ նոր կամ վերականգնման ենթակա ավտոմեքենաներն էին։ Վերջին 1-2-3 նույնիսկ տարին, եթե վերցնենք, այն պայից սկսած, երբ գնաց տենդենսը դեպի մեքենաների էլեկտրաֆիկացումը եւ դրան բնականաբար շատ մեծ խթան տվեց կառավարության այդ որոշումները, խթանիչ միջոցները, մաքսատուրքից ազատումը, ԱՀ-ից ազատումը եւ մարդիկ նաեւ զգացին, որ այդ ավտոմեքենան առօրյա շահագործման տեսանկյունից բավական մաչելի է, ձեռնտու է եւ կարող ես որոշակիորեն խնդիրներ լուծել եւ դրան զուգահեռ նաեւ ենթակառուցվածքները սկսեցին զարգանալ եւ Հայաստանի առավելությունը այդ պարագայում փոքր չափսերն են, շատ արագ կարելի է հագեցնել ենթակառուցվածքներով, թեպետ միջով հիմա դա արված չի եւ շատ անելիք կա, բայց այնուամենայնիվ այդ տենդենսը բնականաբար նկատվում է։ Այդ պայից սկսած երկրորդական շուկան, որը մինչ այդ բաղկացած էր բացառապես օգտագործված մեքենաներից, երկրորդական շուկայում սկսեցին հայտնվել նոր ավտոմեքենաներ եւ այդ նոր ավտոմեքենաները միանշանակ չինական արտադրության տարատեսակ ապրանքանշանների, այն ժամանակ դեռևս գրեթե ոչ մեկին անծանոթ, այո, եւ դժվար արտասանելի, դժվար ըմբռնելի անուններով, ինչը մինչև հիմա էլ շատ մնացել է եւ ասենք ոչ բրենդով ես ճանաչում, նկարը տեսնում ես, չգիտես, այս ինչ բրենդ է, բայց գոնե հստակ հասկանում ես, որ երևի չինական է, ու էլեկտրական է, հավանաբար էլեկտրական է, որովհետեւ մեծ հաշվով դասական ավտոարտադրությունում էլ էական փոփոխություններ տեղի ունեցան, այսինքն այն ավտոարտադրությունը, որը մեզ ծանոթ է, չգիտեմ, Mercedes-Benz-ի առաջին այդ մեքենայից սկսած մինչև վերջին այս 11-ը էականորեն ճնշման տակ է հայտնվել, որովհետև էլեկտրական ավտոմեքենան, ինչպես ընդունված ասել, կիսով չափ է ավտոմեքենա, մնացած մասով դա device է, gadget է եւ հասկանալ է, որ այլ տեխնոլոգիական մակարդակի վրա է գտնվում, շատ ավելի էժան, շատ ավելի հեշտ վերարտադրվող, շատ ավելի քիչ կոմպետենցիաներ, ինժեներական առնվազն գոնե կոմպետենցիաներ պահանջող սարք է եւ տեղ բնականաբար
այն առավելությունն է, որը կարողացել է Չինաստանը օգտագործել եւ աշխարհով մեկ այդ ավտոմեքենաների հաշվին նաեւ նոր ավտոարտադրության մոդել ներկայացնելու տեսանկյունից։ Հիմա մեր շուկան այդ առումով դարձել է բաժանված 3 մասի ըստ էության։ Կան նոր ավտոմեքենաներ, որոնք ներմուծվում են պաշտոնական ներկայացուցիչների կողմից, այսինքն այդ նույն արտադրողներից, գործարաններից ներմուծվող մեքենաներն են, եւ այդտեղ շատ դիլերներ ստիպված են եղել նաեւ ընդունելով խաղի կանոնները անցնել նույն հարաբերությունների չինական բրենդերի հետ, այսինքն պայմանական, եթե միջայտ Toyota, Nissan, Mercedes, Volvo, չգիտեմ, նմանատիպ Renault, նմանատիպ բրենդերի մասին ենք խոսում, այո, Hyundai, Kia, այդ բոլոր բրենդերը իրանք բոլորն կան շուկայում այս պայմանությամբ, բայց ակնհայտ է, որ շուկայի այդ շիֆտի պայմաններում նույն ներկայացուցիչները շատ ավելի սերտորեն սկսեցին աշխատել չինական ընկերությունների հետ, դառնալով իրենց պաշտոնական ներկայացուցիչները եւ դրանից բխող մնացած բոլոր հանգամանքներով։ Դա շուկայի մի կտորն է։ Երկրորդ կտորը շատ ավելի մեծ, քան նոր մեքենաների մասն է, դա այդ նույն էլեկտրական ավտոմեքենաներն են, որոնք քվոտայի շրջանակում ներմուծվում են Հայաստան։ Եվ այդտեղ էլ, եթե նախորդ տարիներին մենք կարող էինք խոսել, որ այդ քվոտայի մեծ մասը այնուամենայնիվ ամերիկյան շուկայից եկող Տեսլաներն ու Chevrolet Volt-երը իրականում, Chevrolet Volt-երը ավելի շատ են եղել նույնիսկ քան Տեսլաները, որոնք հիբրիդ են ըստ էության եւ մինչեւ հիմա այդ տարանջատումը հիբրիդների տեսակների, զուգահեռական եւ ուղղահայաց, պարալել եւ պասլեդվեցին, այսպես ասած, աջորդական հիբրիդների տեղաբաշխումը այդ էլեկտրական ավտոմեքենաների շարքում դեռևս քննարկման առարկա է եւ շատերն են վիճում, բայց այնուամենայնիվ այդ մեքենաները քվոտայի շրջանակներում ներմուծվել, ազատվել են հարկերից, ազատվել են մաքսատուրքից եւ բնականաբար շատ մեծ տեղ են զբաղեցրել այս մեր նոր ձևավորվող շուկայում։ Եվ երրորդ կտորը շուկայի դա այն մեքենաներն են, որոնք այնուամենայնիվ այդ աճուրներից ներմուծվում են եւ բնականաբար վերջին 2 տարվա մեջ շատ ավելի քիչ է այդ ծավալը մեքենաների եւ փակվել այն արտահանման, երկրորդական արտահանման ալիքն է փակվել եւ բնականաբար շուկան տեղ հագեցել է այդ չինական տվյալ դեպքում ավտոմեքենաներով։ Այնպես շատ բարդ կառուցվածք ունեցող շուկա է ձևավորվել, որտեղ մարտահրավերները տարբեր են եւ պաշտոնական ներկայացուցիչների մարտահրավերները այս պարագայում այդ շուկայում ճիշտ տեղ գրավելն է, ճիշտ արդյունավետ աշխատանք կազմակերպելն է եւ նաեւ շուկայի ինստիտուցիոնալացման վրա աշխատելն է այնուամենայնիվ, որովհետեւ հասկանալի որ պատեհապաշտական այդ նկարտումները եւ շարժերը շուկայում այնուամենայնիվ ինչ որ մի բայ կավարտվեն, երբ որ օրինակ այս քվոտայի թեման ավարտվի։ Այս ընթացքում բնականաբար նոր խաղացողներ ձևավորվել են արդեն եւ դրանցից շատերը կմնան որպես նոր խաղացողներ, բայց շատերը նաեւ այլևս հետաքրքիր թեմա չի լինի, մի այլ թեմա կգտնվի, որտեղ իրենց կկարողանան դրսևորել կամ չեն կարողանա, հետեւյալ պարագայում մենք նորից մի հատ նոր պատկեր կունենանք շուկայի։ Մոտավորապես սա է այս պայմանությամբ։ Բայց հետարքինն նաեւ որ ասացինք որ այդ էլեկտրական ավտոմեքենաները դրանց խնդրեմը, եթե ստացվում է, առաջի հերթին դա ծրագիրն է։ Եթե դու օֆիցիալ դիլերից ես վերցնում կամ օֆիցիալ դիլերները քիչ են Հայաստանում, ես տենց եմ հասկանում, այն ամենամեծ հզոր իրանց ֆիրման դա Build Your Dream-ն է, BYD-ն, որը չունի ստե օֆիցիալ ներկայացուցիչ դեռ չունի։ Ասում եմ մենք այնքան փոքր շուկա ենք, որ մենք չենք տեսնում մեզ, հա։ Հիմնական չափորոշիչը կարծում եմ դա է, որովհետև իրականում այն ծավալները, որով այդ ընկերությունը արտադրում է ավտոմեքենա, միանշանակ դժվար կլինի համեմատել այլ շուկաների եւ այլ ավելի հետաքրքիր շուկաների հետ։ Բայց բերում են, շատ են բերում այդ մեքենաներից։ Հիմնական տոկոսը, եթե մենք նայենք, կարող է շատ հստակ չասեմ, մոտավորապես կեսը նոր չինական ավտոմեքենաների ոչ պաշտոնական ալիքներով բերվող BYD-ը, միգուցե ավելի շատ։ Այդ ծրագրի խնդրեմ կա, ես գիտեմ, որ լինում են խնդիրներ։ Շատ, հիմնական խնդիրներից մեկն է։ Դա։ Սեփականացել ինչ է անում, ինչ պետք է անի։
հարցը, որի պատասխանը բնականաբար ինստիտուցիոնալ դաշտում չկա եւ ամեն մեկը ինքնուրույն է որոշում եւ ինքնուրույն է փորձում այդ խնդիրները լուծել, ձևավորում են համայնքներ, հա, ինչ որ տենց վիրտուալ դիրույթներով, հա, բնականաբար դա իհարկե լավ կողմ է, ձևավորում է ակումբային sense ինչ որ մի բան, որտեղ մեկը իր փորձով կիսվում է, մնացածներին օգնում է եւ դա այն է, ինչ թույլ է տալիս մարդկանց գոյատևել, որը ճակերտավոր իհարկե գոյատևել այդ դաշտում, որովհետև բնականաբար երբ դու մնում ես միայնակ այդ խնդրի առջև, իսկ մեքենան բնականաբար ձեռք ես բերել առանց պաշտոնական երաշխիքի, չկա դրա իրական սպասարկողը, այդ գլխացավանքը պայստամասերից սկսած մինչև ծրագրավորում, եթե մնա ամեն մեկի վրա առանձին լուծելու, դա ասենք ճանապարհադեպի առ ոչինչ էլի, ոչ միտեղ չտանող ճանապարհը։ Այդ ակումբները ձևավորված բնականաբար իրականում օգնում են շատ մարդկանց եւ դրան զուգահեռ բնականաբար ձևավորում են նաեւ ինչ որ սերվիսային ծառայություններ, այսինքն մարդիկ ովքեր ավտոմեքենա են ներուզում, փորձում են նաեւ այո, հիմնականում կրկին ոչ այդքան տենց մաքուր տարբերակով հասկանալի որ ծրագիրն էլ գործարանային գրանցում ունի եւ եթե դու բերում ես հիմնականում կոտրած տարբերակները, ինչը ենթադրում որ ամբողջովին այդ ծրագիրը կարող է չաշխատի եւ հավանաբար չի աշխատում, ինչ որ բագեր, ինչ որ թերություններ մշտապես կլինեն եւ դա իրականում խնդիր է, որի շուրջ քննարկումներ գնում են տարբեր մակարդակներով, բայց լուծումներ դեռևս չկան, որովհետեւ մեծ հաշվով, եթե էլի խոսանք շուկան բաց է, Հայաստանի շուկան այս պայդրությամբ այդ առումով ընդհանրապես Չինաստանի շուկայի ուսր կցորդ կարելի է համարել այն ինչ որ տեղի ունենում չինական շուկայում էլեկտրոմոբիլների իսկ այնտեղ մեծ հաշվով ուրիշ շուկա որպես այդպեսին չկա իրական շուկան այս էլեկտրոմոբիլների դաշտում է այդ ինչ որ այնտեղ տեղի անում անմիջապես տեղել է ազդեցություն ունենում դա կլինի գների տեսքով մոդելային շարքի տեսքով բնականաբար եւ մնացած այլ հանգամանքները եւս այդտեղ նկատելի են լինում Հայաստանի շուկայում ես տեսել եմ ասենք թե լսել եմ որ լուրջ մեքենաներ որ թանկանոց որ սերվիս չունեն տանում են մի ժամանակ Թուրքիա ես անձամբ տեսել եմ Մոսկվայում Գերոջը գնացի դեմո չինական ավտոյի Zikr-ը թե ոնց ինչ որ տենց անուններ կան բայց այդ նույն տեղը բարձում է Rolls-Royce-ներին են նույն բանն է թե խապսլոժոնին անում ու հայկական համարներով Rolls-Royce են բերել ինչ որ ստեդը չկա բնականաբար երևի Rolls-Royce-ը մի խոսքով ստեից հասրել են բայց Rolls-Royce-ի տերը որ այդ մեքենայի գինն է որ կոնտեյների մեջ կդնեն կտանեն կսարքեն հետ կբերեն բայց չինական ավտոն Եթե ինքնին չունի տերը որ կանա, ուր հասցնի, օրինակ մոտակա տեղերը նույն Վրաստանում էլ է մեկ տան մեքենաներ կան հիմա այնտեղ տեն սերվիսներ կան թե իրանց մոդել է BID ասենք թե BID սկսեցինք դրա համար իրանց շուկան ուրիշ է իրականում Rolls-Royce-ի պարագայում հասկանալ է որ նմանատիպ մեքենա ձեռք բերողը նաև ստանում է համաշխարհային գառանտիա եւ ցանկացած կետում ինքը իրավունք ունի եւ հնարավորություն ունի սպասարկելու եւ եթե դա երաշխիքային սպասարկում է բնականաբար Rolls-Royce-ը դա կազմակերպում է մոտակա տեխնիկական կայանում իր ինչ վերաբերում է այդ մասսայական բրենդերին հա իրականում տեղ խնդիրը իրոք ձեր ասած շատ լուրջ է եւ մնում է այն գունես գլուխդ քորեր ինչ որ այնց տարբերակների վրա Վրաստանի շուկան իրականում ուրիշ է նախ բովանդակային է ուրիշ ըստ կառուցվածքի Ես այդ հարցն էի որովհետեւ ինձ շատ զարմացնում է մի 7 տարի առաջ որ գնում էի Վրաստան տեսնում էի այնտեղ արդեն այդ Toyota Prius-ները որպես տաքսի են աշխատում այդ հիբրիդ մեքենաները այդ մեքենաները կան մեր մոտ ընդհանրապես նրանց վրա ուշադրություն չեն դարձնում մեկ էլ Раз и все, ոնց որ ասում են, մեր մոտ այս չինական ավտոները լցվեցին, իրաց մոտ դեռ նոր ինչ որ կբացատրենք, որ մեր մոտ այնց մի անգամից այնց սեր բացահայտվեց դեպի չինական էլեկտրական ավտոների գինը դժվար է մի գործոն էլի բնականաբար առանձնացնել առաջինը գինն է առաջինը նաև ընկալումն է որ ասում են perception էլի իհարկե տեսա Կային էլեկտրական, որ չկասեք թե Kia-ներ կային էլեկտրական, Hyundai-ներ եմ տեսել իրաց մոտ էլեկտրական
Մեր մոտ էլ է շատանում իդեպ եթե նայում եք Կիաները էլեկտրական, Hyundai-ները էլեկտրական, իհարկե դրանք էլ ավելի թանկ են, ավելի շատ թանկ են, որովհետև հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից են ներմուծում, հիմնականում ԱՄՆ-ից, չինական շուկայից էլ բնականաբար կան մոդելներ նույն Kia-ի, որոնք միայն չինական շուկայի համար են եւ ստեղ ներմուծում են, օրինակ, հա Mercedes-ներ շատ եք հաստատ տեսել էլեկտրական Հայաստանում, որոնց 90%-ը առնվազն Չինաստանի շուկայի համար հավաքված մեքենաներ են եւ բնականաբար դրանից բխող բոլոր հանգամանքներով։ Ինչ վերաբերում է Վրաստանի շուկային, բնական այնտեղ մի փոքր ուրիշ է, որովհետեւ ինքը երկիրը մի քիչ այլ տնտեսական մարտահրավերներ ունի, հա, իր դաշտում շատ ավելի Էժան այնուամենայնիվ մեքենան ծովով բերել եւ հասնել Եվրոպայից, այո, Եվրոպայից կամ նույն Ամերիկայից բերել Վրաստան, մաքսային այդ բնականաբար հարկային կարգավորումները շատ ավելի բարենպաստ են, զուտ նույնիսկ վարչարության տեսանկյունից ավելի բարենպաստ են, քան Հայաստանում եւ բնականաբար նմանատիպ շատ գործոներ, հիբրիդները էլի Վրաստանի շուկայում կարծում եմ տենց առաջնային դեր են խաղում Հիբրիդները, հիբրիդները հենց, որտեղ դա հասկանալի է, որ այդ հիբրիդային սխեման այնուամենայնիվ ոնց որ ամենաարդյունավետն է, որովհետև այդ range anxiety, որ ասում են, այսինքն այդ մտահոգությունը, որ մեքենատ միտեղ կհանգի ու դու չես կարողանալ լիցքավորման դնել եւ կմնաս միտեղ բաց դաշտում այնուամենայնիվ նույնիսկ Հայաստանում կա, որտեղ տարածությունները կարճ են ու ստեյության շատ հավանականությունը քիչ է, որ տենց լինի, բայց նույնիսկ մեր պարագայում կա ու նաև հենց դա է, որ կամ հետը ակտիվանում է Հայաստանում այդ շուկան, որտեվ մարդիկ այնուամենայնիվ նաև ընկալում են, որ այս 500 կիլոմետր տենց ընդհանուր ծերից ծեր Հայաստան երկրում ոնց էլ լինի, այդ միտեղ մեջտեղում այդ 250 կիլոմետրի վրա մի հատ լիցքավորիչ այնուամենայնիվ կլինի եւ դրա համար ինչ որ այդ զգուշավորությունը, որը կար 3 տարի առաջ, այդ կվոտաները վաղ կար, բայց երբեք բայց 50-70-100 կիլոմետրի մասին է խոսում, դրա համար մի քանի տենց հանգամանք մեքենաների այդ range կոչեցյալ ընթացքի պաշարը էականորեն աճեց, հա, երբ որ հիմա 400-500 կիլոմետր դա տենց նվազագույն ստանդարտն է այլևս մաքուր էլեկտրական մեքենաների համար, հա, այնպես մի քիչ ավելի ոնց որ առաջ գնացած առաջադեմ բրենդերը 600-700-ից պակաս չեն առաջարկում եւ Հայաստանի պարագայում դա 100% բավարար է, որ դու այդ խնդրից, այդ գլխացավանքի մասին այլևս չմտածես, իսկ եթե խոսքը գնում է հիբրիդայինի մասին, որը էլեկտրական ռեժիմով կարող է մինչև 300 կիլոմետր առաջարկի, իսկ այդ extended range կոչեցյալ է, հիբրիդներն էլ երկու տարբերակ կան, կա extended range, այն ինչ որ Չինաստանում են ասում, այսինքն երկարացված վազքով մեքենա, որտեղ այդ նույն վոլտի սկզբունքով կա առանձին մի հատ շարժիչ, որը ուղղակի գեներացնում է գեներատորային հոսանքի եւ այդ հոսանքը գեներացում է բենզինով եւ տալիս է էլեկտրական շարժիչին։ Դրանք միջև մի 700-800 կիլոմետր էլ այդ բենզինային շարժիչի շնորհիվ են կարողանում գեներացնել եւ ըստ էության բացարձակ այլևս կախվածություն մանից վարդակից կամ էլեկտրական ցանցից այլևս չունես, կարող ես շատ հանգիստ կարգավորել, կառավարել քո ընթացքը Հայաստանի տարածքում, եթե նմանատիպ մեքենա ես վարում։ Հիմնականում տարբերությունները դրանք են Հայաստանի ու Վրաստանի շուկայի բանով, կտրվածքով մենք շփվում ենք իրancs հետ բնականաբար մեր գործընկերների հետ Վրաստանում, փորձում ենք ինչ-որ ինսայթներ ստանալ, փորձ փոխանակել, հասկանալ ինչա տեղի ունենում։ Իրանք իրոք բավական հետ են եւ եթե տարածաշրջանի օրինակ մեր էս 3 երկրները դիտարկենք, իրանք թերևս դեռևս տենց երրորդ տեղում են, որովհետեւ նաև միգուցե կարիքը չեն տեսնում, չի առաջացել մարդկանց մոտ այդ ցավը, որ իրանց ստիպի անցնել ամբողջովին էլեկտրականին։ Այդտեղ վառելիքի արժեքն է բնականաբար շատ մեծ դեր կատարում է, այսինքն ակնհայտ է, որ մեր մոտ վառելիքը, բենզինը դրա բառագայում շատ ավելի թանկական մնացած ովքի երկրներում։ Մի հարց էլ ես հիշում եմ դրա մասին խոսացինք, որ խնդրեմ էր, որ ուկրաինական կոնֆլիկտը սկսվեց Ռուսաստանի հետ, նույն Renault եւ մնացած գործարանները Kia-ն որ գնացին Ռուսաստանից, բայց ընդդեմ մենք մեքենաները ստանում ենք դիլերները, չէ՞, հենց ադապտացված հենց մեր ճանապարհներն հատուկ արտադրումներ եւ պայստամասերը։ Ոստե այդ բոլոր մեքենաները պրոբլեմ ունեցան։ Դիլերներն էլ հիմա ինչ որ այդ հարցը մի ձևի լուծվեց, թե չէ։ Ըստ էության, ելի մնում է դիլերի մակարդակով
Դեռ դու շփվում ես արտադրողի հետ, բնականաբար այդ ամեն ինչ իրանք էլ են հասկանում, որ եթե առաջ շուկայի գլխամասերը բոլոր բրենդերի հիմնականում Ռուսաստանում էին, հիմա մի փոքր փոխվում է եւ բնականաբար ինչ որ ալտերնատիվ լուծումներ արտադրող ինքը առաջարկում է դիլերներին, բայց ելի մենք հասկանում ենք, որ մենք այնուամենայնիվ փոքր շուկա ենք եւ նաեւ տարածաշրջանային զուտ լոգիստիկ տեսանկյունից կտրված շուկա ենք, ցանկացած ապրանք որի վերջո գալիս հասնում է Հայաստան թանգանում է եւ ծավալները թույլ չեն տալիս ավելի էժան նաեւ ինքնարժեք ստանալ մի յուրաքանչյուր միավորի համար, բայց այդ լուծումները բնականաբար ինչ որ մի ձևի գտնում են եւ նույն ԵԱՏՄ-ի այլ երկրներից, հիմնականում Միջին Ասիան, Ղազախստանը, որոնք կարողացան փոխարինել ինչ որ առումով ռուսական այդ գլխամասերին ինչ որ Ղազախստանը ես տեսել եմ Hyundai իրանց արտադրած։ Դե իրանք արտադրում են ճիշտ է, այդ մեքենաները ստեղ չեն, այնտեղ Kia-ել են արտադրում, BYD-ն է այնտեղ ակտիվ փորձում մուտք գործել հենց արտադրության տեսանկյունից։ Շատ չեմ ուզում ասեմ իրանց, բայց ես առաջ անգամ որ տեսա այդ Hyundai-ը։ Ես մի անգամից հասկացա, որ սա ինչ որ տեղական արտադրանք է, դա բնական է, որովհետև այո, բնական է։ Նախ որակ իր հերթին հասկանալ որ դա փորձ է, դա ասենք process-ներ են, որոնք շատ արագ չես կարող մարդկանց այդ կոմպետենցիաները զարգացնել կամ անանել եւ մյուս կողմից էլ կա հստակ շուկա, որտեղ նույն մեքենան հայտնի պատմություն է, այսինքն շուկաներ կա, որտեղ արտադրողը հաշվի առնելով որ կարևոր է այդ շուկայում գինն է, ինքը ոնց որ ասած գլուխ չի ցավացնում ավելի լավ որակ ստանալու, որովհետև գիտի որ այդ շուկայում իրեն ավելի ձեռք է տալիս որ մեքենան էժան լինի, որովհետև բնականաբար որակի յուրաքանչյուր լավացում ազդելու է մեքենայի գնի վրա ու շատ հաճախ դա adekvat չի, այսինքն ընկնում է մարդու փորձառնության դաշտում, երբ որ դու պլաստմասը ձեռք ես տալիս օրինակ ու ասում ես ի լավ փափուկ պլաստմասը, բայց այն աստիճանի է թանկացնում մեքենա, որ Այս այսօր դու կարող ես յոլա գնալ ավելի չոր ու կոշտ պլաստմասով, բայց ունենալ նույն Hyundai, նույն Kia, Mercedes-երական չի բոլոր։ Ոչ թե 12 հատ է, այսինքն 4 հատ է։ Թեկուզ դա կոմպլեկտացիայի մասով եք ասում, ես զուտ որակական առումով եմ ասում, այսինքն դա հայտնի պատմություն է, ոչ մեկ դա չի թաքցնում ավտոարտադրողներին, դա խաղի կանոններն են տենց ու ակնհայտ է, որ գնողունակությունը պայմանական մեր տիպի երկրներում շատ ավելի ցածր է, քան պայմանական նույն արևմտյան Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում եւ նաեւ որ պահանջները տել համապատասխանացնում ես գրպանից եւ հասկանում ես որ օքեյ դու կարող ես ունենաս ավելի լավը, բայց արդյոք պատրաստ ես դու դրա համար, չգիտեմ, 20% ավել վճարել։ Շատ կարծում եմ ինչ որ առումով արդար ձևավորված շուկան ինքն իրան ձևավորված տենց իրողություն է Եվ ճիշտ է հիմա էլ եմ ասում շատ լուրջ փոփոխություններ կան համաշխարհային ավտոարտադրությունում, կապված էս չինական նոր գեգեմոնիայի եւ սա նաեւ ակնհայտ է որ Չինաստանի պարագայում սա նաեւ քաղաքական գործիք է։ Ես դեմ էլ պայքարելու եմ եվրոպական ավտոարտադրողների երևի շատ բարդ է լինելու, որովհետեւ էլ եմ ասում եթե իրանք պարադիգման գնում է ոչ թե նույն ավտոն արտադրելուց, իրանք սկզբունքորեն նոր պրոդուկտ են հանել շուկա, պայմանական ինքը ավտոմեքենա զուտ արտաքինից, էության 50% իրան ավտոմեքենա չի եւ եթե դու ինչ-որ մի բանի դեմ ես պայքարում, որտեղ դու չկաս եւ պայմանական նույն Mercedes-ը, Renault-ն, մնացած բրենդերը, որոնք փորձում են իհարկե ինչ-որ բան անել ակնհայտ է որ անում են, բայց հետ են մնում, որովհետեւ այդ տեմպերը, այդ նաեւ ինչու՞ չէ պետական հովանավորչությունը ակնհայտ հա Չինաստանի կառավարության կողմից եւ դրա համար եմ նաեւ ասում որ սա նաեւ աշխարհաքաղաքական գործիք է որով Չինաստանը փորձում է աշխարհը գրավել եւ սա նաեւ մարդկանց մասին դատա հավաքելու տվյալ է որտեղ այդ մեքենաները անընդհատ պետքա կպած լինեն համացանցին եւ արտադրողը ինքնին առնվազն գոնե հնարավորություն ունի հետևելու յուրաքանչյուր մեքենայի լոկացիային եթե դու էլ որպես վառորդ օգտատեր այդ ավտոմեքենայի շահագրգռված ես որ բոլոր ֆունկցիաներից օգտվես, այս բոլոր ֆունկցիաներից օգտվելու համար դու պետք է անմիջապես գործարանի հետ կպած լինես, իսկ կպնելու միակ ձևը համացանցն է, այսինքն դու լոկացիան միշտ պետք է արտադրողի համար պարզ լինի, իսկ արտադրողը չինացին է, այս նշանակում որ չինական ցանկացած ավտոմեքենա եթե իդեալական վիճակում հասվել է աշխարհի ցանկացած տեղ, Չինաստանը գիտի ով է այդ մեքենայի մեջ նստած եւ ինչ է անում։ Սա աշխարհին տիրանալու ձևերից մեկն է եւ պայքարը տեղ ոչ միայն տնտեսական դաշտում, այլ նաեւ քաղաքական։
այնտեղ իհարկե շատ ավելի այտենց Բազմաշերտ բազմաշերտ բաներ կան, որտեղ մենք որպես հասարակություն եւ որպես նաեւ տնտեսական միավոր աշխարհում այտենց այդքան չենք խորանում, որտեղ չնայած շատ տարբեր մարդիկ իհարկե ասում են, որ այս նկարս Facebook-ում չեմ տարածում, որ չիմանան իմ մասին, բայց նույն չինական ավտոն քշում եմ միացրած մանին։ Դե կոտրում են հասկանալ, այստեղ գալիս են հայկական SIM քարտեր են դնում, կտրվում այդ կապը, բայց նաեւ դու չես, բայց այո, ծառայությունների որակը, որով դու պետք է ակնկալես դրա համար վճարելով, հա, որովհետեւ դու այս պարագայում վճարում ես այն փաթեթի համար թվային ծառայությունների, որոնք այդ մեքենան քեզ առաջարկում են, բայց կտրելով այդ կապը արտադրողի դու նաեւ այդ ծառայություններից ես զրկվում։ Շատ այնց հետաքրքիր դիլեմաներ, հա, այստեղ է դիլեման, այնց երևի կանգնած չի շատերի առջև, որովհետեւ հիմնականում այդ դաշտում չի ընկած, հա, լուսումը խնդիրներ են գացա խնայողության դաշտում եւ նաեւ այն տարբերակը, որ լավ էս մի օր էս բաները կվերջանան, ինչ անում օժանդակիչ էս միջոցները, հա, ինսենտիվները, որպես խթանիչ միջոցները կվերջան, մեքենաները կթանկանան։ Պայմանական ես այսօր առնում եմ մեքենա, որը մոտ 40% ավելի էժան է իր ինքնարժեքից, որտեղ մեջը չկա ավելացված արժեք իհարկե մաքսատուրք։ Հենց այդ մաքսատուրքն ավելացված արժեքի հարկը մտան իմ մեքենան ավտոմատ թանկանալու է, նույնիսկ եթե ինքես 2-3 տարվա մեջ ինչ որ բնականon իր մաշվածության պարագայում գինա գցել, բայց որպես ներդրում է դա նաև ընկալում, էլի, այսինքն մեր պարագայում շատ այլ գործոններ կան առաջնային, քան անձնական տվյալների պաշտպանությունը կամ ինչ որ աշխարհաքաղաքական այդ նյուանսները, որոնք, ասենք, մեծ խաղացողներին են հետաքրքիր։ Եվ վերջի հարցը, իմ կարծիքով շատ կարևոր, շատ լավ է, որ այդքան էլեկտրական մեքենաներ ունենք, բայց ուշ թե շուտ իրանք սպառվում են, մարտկոցներն են սպառվում, պետքա փոխես։ Իսկ ինչքան գիտեմ, այդ մարտկոցները էկոլոգիայի թշնամիներ կարելի է տենց ասել, էլի։ Հիմա մեծ երկրներում կան գործարաններ, որոնք դրանք անենանամ, չէ, ինչ որ ուտիլիզացիա են անում կամ ինչ, մեր մոտ այդ չափերը չկան, որ ինչ-որ գործարան սարքես, չէ։ Խնդիրը լուծված չի, այո։ Խնդիրը լուծված չի, նույնիսկ այդ մեծ երկրներում։ Թաղենք այդ մարտկոցները ինչ են գանվելու։ Շատ կարևոր հարց է, որը բնականաբար որոշ մարդիկ բարձրացնում են մեր նման, ձեր նման, եւ որոշ մարդիկ էլ նաեւ փորձում են դրա լուծումները գտնել, եւ այդ որոշ մարդիկ եւ բիզնեսի դաշտում են, եւ պետական կառույցների դաշտում են, եւ շրջանառվում է շատ վաղուց այս կանաչ շարժունակության mobility ազգային ռազմավարությունը, թե ինչ ձևի Հայաստանը պետք է անցնի այս նոր տեխնոլոգիաներին եւ նոր ավտոմեքենաներին։ Ցավոք սրտի այդ հատվածում իհարկե e-mobility-ի մեջ միայն ավտոմեքենաներն են դիտարկվում, թեպետ ակնհայտ է, որտեղ սկսած այն էլեկտրական սկուտերներից, չգիտեմ, դրոններից, հազար մի բան մտնում է այդ e-mobility-ի մեջ, բայց ինչևէ, այդ մասով իհարկե շատերը բնականաբար հասկանում են, որ հիմնական խնդիրը ինչ որ ժամանակ անց լինելու է մարտկոցների ավտոմեքենայի ուտիլիզացիան, բայց հիմնական թունավոր կտորը, որը ասենք իրականում խնդիր է, դա մարտկոցն է։ Այն որ այլ երկրներում կան գործարաններ, դրանք շատ զուտ փորձնական են, չկա դերևս այնպես իդեալական լուծում, որը թույլ է տալիս 100% այդ խնդիրը լուծել, եւ առաջին հերթին նաեւ ձեր նշած ծավալների բացակայությունն է, այսինքն մեքենաները նոր են եւ չկա այդքան ծավալ վերամշակման համար։ Տեխնոլոգիաները փորձարկվում են հենց այն բանով, որ ինչ որ մի պահ երբ այնուամենայնիվ կսկսեն մասսայական դուրս գալ արդեն շարքից այդ մարտկոցները, դրանք պատրաստ կլինեն վերամշակման կամ դուք ունենաս այն տեխնոլոգիան, որը թույլ կտա դա անել, բայց մյուս կողմից էլ ոնց որ պատերազմում է, որ ասում են միշտ պատրաստում ես անցած պատերազմին, էլի, այսինքն դու ունես նախկինի փորձը, իսկ նորը միշտ քեզ կանգնեցնում է փաստի առջև։ Հիմա միջև դու հին մարտկոցների վերամշակման տեխնոլոգիա ես օրինում, ինչ որ մեկը նոր մարտկոցները արդեն մշակում եւ նույն BYD-ն, որը ինչու առաջատար առաջին հերթին, որտեղ ինքը ունի 100%-անոց ցիկլ մարտկոցներից միջև մեքենա ինքն է արտադրում եւ տեղ նոր մեթոդաբանությամբ նոր տեխնոլոգիայով մարտկոց է արտադրում եւ տեղ ակնհայտ է, որ այդ մարտկոց արտադրողը առաջինը պետք է լինի նաեւ վերամշակման մասով, հա, որտեղ ինքն է արտադրել, ինքն էլ պետք է շատ լավ հասկանա, թե ինչ կարելի է դրա հետ անել։
Եվ այո, այն որ այնուամենայնիվ արտադրությունը այդ ամեն ինչի կուտակված է Չինաստանում, նույնիսկ Տեսլայի մարտկոցները բոլորը անխտիր արտադրվում են Չինաստանում, նույնիսկ Ամերիկայում հավաքվող մեքենաներին, հա, կան իհարկե այնտեղ գործարաններ, փոքր ծավալի, որոնք փորձում են ապահովել, հա, ինչ որ Եվրոպայում, նույն ԱՄՆ-ում, բայց այնուամենայնիվ բավարար չի այդ ծավալի համար, որ մարտկոցները նույնիսկ եթե հավաքել է ինքնին տեղի ունենում Չինաստանից դուրս, շատ կրիտիկական տարեր այդ ամեն ինչում չինական են։ Հայաստանի պարագայում որ գանք լուծումը չկա ոչ մի մակարդակում, որովհետև գոյություն ունեն նաև արտադրողի սահմանած կանոններ, թե ինչպես պետք է դա անել զուտ սերվիսի մակարդակով, հա, ինչպես պետք է պահել մարտկոցը, ինչպես փոխարինել, եւ դա լրացուցիչ ծախսեր է ներդրում, որը պաշտոնական ներկայացուցիչը ինչ որ միտեղ պարտավոր է անել, որովհետև ինքը ստորագրել է այդ պայմանագրի տակ եւ ստանձնել է այդ պարտավորությունները, այսինքն պետք է մի հատ սերվիսում առանձին բոքս ունենա, որտեղ ջերմաստիճանը պետք է լինի որոշակի ջերմաստիճանից ներքև, որ հանկարծ ինչ որ քիմիական ռեակցիաները մարտկոցում ինքնաբուխ չսկսեն տարածվել, հա, բայց դա բնական է, որ նախ ծախսատար է եւ ամեն մեկը իրան չի կարող թույլ տալ, իսկ առավելևս այն պարագայում, երբ որ մեքենաների 80%-ը ներամուծվում ուղղակի պատահական, հա, սերվիս սխեմա, իսկ ոչ մի պարտավորվածություն, ոչ մի պատասխանատվություն այդ մեքենաների մասով չկա եւ նաեւ զուտ անդրադառնալու, հա, վերջինս ամիսներին տես տակացած թեմային այդ պաշտոնական ներկայացուցիչ կոտայի բաշխում, ինչի ֆիզանցեր, ինչի իրավաբանական անձեր, մի կողմ թողնելով որ այդ դիսկուրսն է տեղից արդեն սխալ, էլի կոտան չի բաժանված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ, կոտան բաժանված էր պաշտոնական ներկայացուցիչների միջեւ, բոլոր մնացածների միջեւ, այդ բոլոր մնացածների մեջ կային եւ ֆիզանձինք եւ իրավաբանական անձինք։ Սպառվել է կոտան արդյոք այդ այն կտորը, որը պաշտոնականների համար չէր, սպառվել է շատ վաղուց, ուտեղ պատճառներից մեկն էլ նաև այն էր, որ շատ մեքենաներ դեռևս նախորդ տարվանից էին կուտակվել եւ միանգամից այս հունվար-փետրվար ամիսներին 25 թվականի կվոտայի շրջանակում սպառվեցին, այդ թեմաները մի կողմ թողնելով գլխավոր խնդիրը, որը մենք հիմնականում նաև բարձրացնում ենք մեր պետական մարմինների հետ շփվելիս, այս կվոտայի թեմաները եւ շուկան քննարկելիս, նաև այս դա, այսինքն ով է պատասխանատվություն կրելու նմանատիպ վտանգավոր իրականում վտանգավոր թափոնա, որի արտահանումը նույնիսկ շատ լուրջ կոնվենցիաների եւ շատ լուրջ սահմանափակումների ենթակա process է, Հայաստանից դժվար է թափոն արտահանել, մենք փակենք ոչ միայն ներմուծման տեսանկյունից, այլ նաև արտահանման, մասնավորապես եւ թափոնների, Իրանը սանկցիաների տակ այնտեղ չես կարող արտահանել, Վրաստանը որոշակի խնդիրներ է առաջացնում վտանգավոր թափոնների արտահանման տեսանկյունից, մյուս երկու հարևանների մասին էլ չասենք, այնտեղ շատ ավելի վատ, այսինքն ցանկացած տեսանկյունից նույնիսկ Հայաստան եկող մանը, եթե մենք գտնենք ինչ որ մեկին ում պետք է այդ թափոնները ի վերջո տանենք, տեղել շատ մեծ խնդրահարույց հարցեր է, թե ոնց է լինելու, որովհետև տարատեսակ միջազգային կոնվենցիաների տուպիկ է, տենց է ստացվում։ Տուպիկ է, եթե չես աշխատում, այսինքն պետք է աշխատել դրա վրա հասկանալու։ Քանի ժամանակ ունենք։ Ինչքան մարտկոց ասեք թե սենց ասեմ, երաշխիքը մարտկոցների հիմնականում 7-ից 8 տարի է, 8-ից 10 նույնիսկ արդեն 10 տարի գործարանային երաշխիք են տալի, բայց դա չի նշանակում, որ 10 տարի հետո մարտկոցը փչանում է, 10 տարի հետո ինքը դուրս է գալիս այն բանի, որ գործարանը կամ արտադրողը ասում է ինքը այլևս չի ծառայում այն, չի ապահովում այն որակը ծառայություն, որը դու առել ես այդ մարտկոցը, այսինքն ինքը էլի կարող է կորցնի, ասենք, ունակությունների 40%-ը եւ այն վազքը, եթե իրան գրել են, որ դուք 700 կիլոմետր կարող եք, հիմա 300 կասես, ավելի հաճախ ստիպված կլինես մանին, այսինքն դա ավելի շատ այդ մասին է վերաբերում, քան զուտ որակական ինչ որ խնդիր չունեց, ակնհայտ է, որ յուրաքանչյուր քիմիական այդ լիցքավորման, լիցքաթափման ժամանակ ինչ որ մի բան այնուամենայնիվ այդ մարտկոցի հետ լինում է եւ շանսը, որ 8 տարեկան մարտկոցը ավելի ռիսկային կլինի շահգործման տեսանկյունից բնականաբար ավելի մեծ է, քան նորը։ Այսինքն մոտավորապես մի 5 տարի ժամանակ մոտավորապես ունենք, բայց փորձը ցույց է տալիս, որ ժամանակը շատ շուտ է անցնում, իսկ լուծումները շատ դժվար են գտնվում։ Նաև այն պարագայում, որտեվ հստակ խնդիրները միգուցե չեն սահմանվում կամ մենք չունենք այդ ռեսուրսները նման խնդիրներ սահմանել եւ հետեւական գնալ, որտեվ շատ միգուցե ավելի կարեւոր առաջնահերթ խնդիրներ ենք տեսնում նույն էկոլոգիայի, բնապահպանության դաշտում։ Չնայած համոզված եմ, որ ճիշտ մոտեցումը տվյալ պարագայում, եթե մենք ունենք օրինակ
դա ցանկություն է, այն ինչ որ մեր ռազմավարության մեջ է գրած այդ e-mobility ունենալ միջև 30 թիվը, ենթադրենք միջև 100,000 էլեկտրական մեքենա, ինչը շատ մեծ թիվ է ու ես անձնական նաև մասնագիտական տեսանկյունից կասկածում եմ, որ դա ճիշտ թարգետ է, ճիշտ նպատակ է, որտեղ տեսականորեն դու կարող ես դա ապահովել, բայց ինչ գնով եւ այ հետևանքները ինչ կլինեն, մենք հիմա արդեն mobility-ի տեսանկյունից շատ լուրջ խնդիրներ ունենք, ես միշտ տարանջատում եմ, ասում եմ էլեկտրականը էլեկտրական, mobility-ն A կետից B կետ տեղափոխվել ուրիշ հարց է, եւ եթե դու չես կարողանում A կետից B կետը հասնել 10 րոպեում, մեծ հաշվով, ասենք, եթե 2 ժամ ես գնում, ոչ մի տարբերություն դու էլեկտրականով ես գնում, թե մանով, այսինքն ինձ պետք է շուտ հասնել, այստեղ երկու նաև առանձին խնդիրներ է, շատ բազմաշերտ հարց է սա եւ մեծ հաշվով աշխարհում ոչ ոք պատրաստ չի նոր մեքենաներ են, արտադրողները իրանք շատ հաճախ նոր խնդիրներ են հայտնաբերում process-ում, հա, շահագործմանը, ասենք շահագործողից user-ից feedback-ա գալիս, ասում մեքենայի վրա այսինչ բանը չի աշխատում եւ արտադրողը այնտեղ սկսում է գլուխը քորել, որովհետեւ ինքն է չգիտի ինչ անի, այդ խնդիրը նոր է։ Նենց որ շատ դինամիկ զարգացող ոլորտ է, անընդհատ նոր ինչ-որ բաներ են տեղի ունենում, բայց հիմնական խնդիրները, որոնք նշվեցին, հենց դրանք են, դա էկոլոգիական մասն է եւ Հայաստանի պարագայում հենց ուտիլիզացիան, որտեղ մենք այո արտադրություն չունենք եւ այդ առումով այս մեքենաները իրոք էկոլոգիապես բան են, շահագործման փուլում մեզ ձեռք է տալիս նմանատիպ մեքենա ունենալ, հաշվի առնելով աղտոտվածությունը մեր մանավանդ Երևանի, տարածաշրջան մոթի, բայց հետագայում ինչ մենք պետք է անենք, հողում թաղելը ոնց որ ասացիք, դա տարբերակ է, բայց դա նշանակում է, որ բացի մեզ սովորալ կարող լավ չի ինչում գերեզմաններից մի հատ էլ առանձին նմանատիպ նես գերեզմաններ ունենանք, ինչը այս փոքր տարածքում երկրով բացարձակ ընդունելի չի։ Ճար չկա, կամ պետք է լուծումը գտնես, կամ պետք է ինչ որ մի այլ տարբերակներ մտածես, ինչ որ մեկը քո փոխարեն գտնի, դեռ էլ մնում է հույս դնել, որ կարող ինչ որ մեկը արտադրողներից հիմնականում այդ հարցի լուծում տա, այդ նես տիպի տեխնոլոգիաներ լինեն մարտկոցների, որոնք կամ ավելի քիչ թունավոր լինեն, կամ ավելի հեշտ վերամշակվեն, չգիտենք ուր կգնա։ Ամենայն դեպս ամեն օր մի նորություն կա ու նաև դրանով հետաքրքիր ոլորտ է։ Եվ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Տեսություն։ Հաջողություն։